Ողջույն, սիրելի բարեկամներ, ձեզ եմ ուզում ներկայացնեմ Կարինե Գևորգյանի հարցազրույցից մի հատված, որտեղ այդ խելացի և իմաստուն կինը ներկայացնում է և մեծ քաղաքական մեկնաբան և նշում, թե ամբողջ, ասենք, քրիստոնյա աշխարհը ապշած է, թե ինչն է պատճառը, որ եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ինչ-որ կերպ արձագանքել է Հայաստանի նկատմամբ, հայ առաքելական եկեղեցու ավելի ճիշտ նկատմամբ Հայաստանի ներկայիս վարչակարգի ոչ հայանպաստ մոտեցումը, ոչ հայակողմնորոշված մոտեցումը, այլ ավելի հայ առաքելական եկեղեցու և քննադատել այդ, իսկ Վատիկանը մնում է լուռ, մնում է ճակերտավոր անտարբեր։ Եվ ահա այս փոքրիկ հատվածը, որ իր հարցազրույցներից մեկից եմ վերցրել, ամենավերջին հատվածն է դա, որտեղ Կարինե Գևորգյանը շատ իմաստուն կերպով ցույց է տալիս, որ քաղաքականությունը այն չէ, ինչի մասին մարդիկ բարձրաձայնում են, այլ քաղաքականությունը այն է, ինչ մնում է լռության մեջ, և կուզենայի, որ անպայման լսեիք և հասկանայիք, որ այսօրվա հայաստանյան քաղաքական մեկնաբանությունը ավելի մոտ է շուկայական մակարդակի, քան պրոֆեսիոնալ քաղաքական մեկնաբանության։ Լսեք և հասկացեք, թե ինչ է նշանակում իրական քաղաքականություն և լինել իրական քաղաքական մեկնաբան։ Շնորհակալություն. Да, не случайно на церкви наезд. Я, кстати, не договорил только одну деталь, что армянская церковь поддержал Всемирный совет церквей. Вот. Но и я удивился, что не поддерживает Ватикан. Впрочем, журналисты и редакторы ватиканских изданий, я просто созвонилась с одним человеком, как раз редактором одного из ватиканских изданий, он тоже развел руками, что я тоже не понимаю, почему. Вот. Но из других источников мне стало известно, что эта поддержка не носит публичного характера.